Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ Մեդիա Hub-ի հարգելի հետևորդներ, եւ այսպես այսօր Օրբելի ֆորում 2025 միջոցառման ժամանակ իր ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ալիևի երեկվա հայտարարություններին։ Այսինքն նույնիսկ ոչ թե անդրադարձավ, այլ պատասխանեց լրագրողի հարցերին։ Հետևաբար, եթե չլիներ հարցը, Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ այդպես էլ Ալիևին չէր անդրադառնա։ Իսկ ինչ էր հայտարարել Ալիևը։ Երեկ Ալիևը հայտարարեց, որ ցարական քարտեզների վրա Սևանալիճ գոյություն չունի, այլ կա Գյոլչա լիճ։ Առհասարակ Ալիևը շեշտեց, որ Հայաստանի տեղանունների գրեթե բոլորը ունեն ադրբեջանական ծագում։ Այլ խոսքով Ալիևը ուղիղ խոսքով Հայաստանը հռչակեց ադրբեջանական տարածք։ Ալիևի այդ հայտարարությունը նույնիսկ ոչ թե պահանջատիրություն է Հայաստանի նկատմամբ, այլ ընդհանրապես Հայաստանի պետականության ժխտում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բացառում։ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը խաղաղություն ասելով տարբեր բաներ են հասկանում։ Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ խաղաղություն ասելով հասկանում է կրակոցների բացակայություն սահմանին, իսկ Ալիևը հասկանում է խաղաղություն ասելով ընդհանրապես Հայաստանի Հանրապետության չգոյություն։ Սակայն հարգելի հետևորդներ, մի շատ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք։ Ինչու այսօր Հայաստանում չեն հնչում հայ-ադրբեջանական սահմանին ավելի շուտ չեն հնչում կրակոցներ։ Պատճառը պարզ է, բավական է գեթ 1 կրակոց եւ Փաշինյանի ամբողջ թեզերը խաղաղության հետ կապված հոդս կցնդեն։ Հետևաբար այդ ճակերտավոր լռությամբ Ալիևը պարզապես Փաշինյանին հնարավորություն է տալիս 2026 թվականին վերարտադրվելու։ Այստեղ կարող է հարց առաջանալ. ինչպես է ստացվում, որ մի կողմից Ալիևը Փաշինյանին հնարավորություն է տալիս վերարտադրվելու, մյուս կողմից անում է հայտարարություններ, որոնք դեմ են այդ տրամաբանությանը։ Պատճառը շատ պարզ է։ Ալիևը շարունակում է վառ պահել իր հասարակությունում հայերի նկատմամբ ատելությունը, ոչ միայն վառ պահել, այլև ավելին այն սնուցել, այն թեժացնել, որովհետև այսօրվա ադրբեջանցու ընկալումներով Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի։ Այդ տարածքները Ադրբեջանի պատմական հողերն են, որոնք օկուպացվել են հայերի կողմից։ Հետևաբար ոչ ոք, քանի որ չի սիրում օկուպանտներին, բնականաբար ադրբեջանցիներն էլ ատելությամբ են լցվում հայերի նկատմամբ։ Իր երեկվա հայտարարություններում Ալիևը նաև անդրադարձել է այն թեմային, որ անպայմանորեն պետք է տեղի ունենա ադրբեջանցիների վերադարձ իրենց պատմական տարածքներ։ Միայն այն վերապահումով, որ նա նշել է, թող դրանից հայ ժողովուրդը եւ պետությունը չվախենան։ Հիմա այսքանից հետո, հարգելի հետևորդներ, թվում էր, թե այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է քարը քարին չթողի, պետք է պարզապես ջախջախի Ալիևի ելույթը, պետք է տեր կանգնի իր պատմությանն ու Հայաստանի Հանրապետությանը եւ այնպիսի ուժգնությամբ հակադարձնի Ալիևին, որ այսուհետև նա երբևէ իրեն թույլ չտա Հայաստանի պատմական տարածքների պատմական անվանումները կոչել ադրբեջանական։ Սակայն այսօր տեղի ունեցավ միանգամայն հակառակը։ Նիկոլ Փաշինյանը չհերքեց Ալիևի հայտարարությունները, թեկուզ այն կտրվածքով, որ Սևանը նախկինում կոչվել է Գյոլչա, իսկ չհերքելը իր հերթին նշանակում է անուղղակի կերպով հաստատել Ալիևի հայտարարությունները։ Նիկոլ Փաշինյանը իրեն հատուկ մանիպուլատիվ մեթոդով սկսեց հղումներ անել օգոստոսի 8-ին կնքված ավելի շուտ նախաստորագրված խաղաղության համաձայնագրին,
հռչակելով, որ առհասարակ պատմությունը լեգիտիմ չի եւ մենք որպես փաստ պետք է ընդունենք օգոստոսի 8-ին կնքվածը, այսինքն ըստ իր տրամաբանությամբ պատմությունը սկսվելու է հենց այդ օրվանից, այսինքն այն կետից, որը նա հռչակել է իբր խաղաղության դարաշրջան։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ հայ ժողովուրդը պատմություն չի ունեցել։ Պատմությունը հայ ժողովրդի կերտվում է 2025 թվականին։ Նման քայլը ոչ միայն ինչպես ձևակերպեմ միտքս, ոչ միայն քաղաքական տգիտություն է, այլ նաև դավաճանություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հերթական անգամ ուրացավ հայոց պատմությունը, հերթական անգամ փորձեց մոռացության տալ հայոց պատմությունը, այլ անուղղակի կերպով հաստատեց Ալիևի հայտարարությունները։ Միայն խորհուրդ տվեց Ալիևին, որ պետք չէ պատմության ընթացքները փորփրել, պետք չէ շատ խորանալ պատմության էջերում եւ կատարեց հերթական մի անհեթեթ համեմատություն։ Մոտավորապես թե ինչ բա այդ դեպքում պետք է ասեն մոնղոլները, ինչ պետք է ասեն հույները, հիշելով իրենց Ալեքսանդր Մակեդոնացուն, ինչ պետք է ասեն իտալացիները, հիշելով հռոմեական կայսրությունը։ Էլի եմ ուզում շեշտել, նման համեմատությունները քաղաքական տգիտություն են։ Այն կտրվածքով, որ Ալիևը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը համարում է պատմական Ադրբեջան, մինչդեռ մոնղոլների նվաճած տարածքները, Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած տարածքները երբեք չեն համարվել առաջին դեպքում մոնղոլների, երկրորդ դեպքում հույների պատմական տարածքները։ Դրանք եղել են նվաճված տարածքներ, որոնց մասին խոստովանում են հենց մոնղոլներն ու հույները։ Ինչ վերաբերում է հռոմեական կայսրությանը, ապա սա Նիկոլ Փաշինյանի կողմից առհասարակ անգրագիտություն է, որովհետև ներկայիս Իտալիան չի համարվում հռոմեական կայսրության իրավահաջորդը։ Բայց ինչևէ, խնդիրը Նիկոլ Փաշինյանի անգրագիտությունը չէ։ Խնդիրը Նիկոլ Փաշինյանի համեմատություններն են, որովհետև այդ համեմատություններով Նիկոլ Փաշինյանը օրինականացնում է Ալիևի երեկվա հայտարարությունը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին օրինականացրեց Ալիևի հայտարարած Արևմտյան Ադրբեջան կեղծ գաղափարախոսությունը, երբ նույնացրեց Արևմտյան Հայաստանի հետ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հետևյալ ուղերձն է ցանկանում հղել ոչ միայն Ալիևին, այլ միջազգային հանրությանը, որ մենք չենք հերքում, որ նախկինում Սևանալիճը գուցեև կոչվել է Գյորջա, այլ մենք պարզապես խնդրում ենք, որպեսզի ոչ ոք չփորփրի պատմական անցյալը եւ մենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ սկսենք նոր էջից։ Իհարկե, եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը չի հերքում ու չի հակադարձում Ալիևին, բնականաբար դա Ալիևին հնարավորություն է տալիս, որպեսզի միջազգային հարթակներում ապացուցի իր ճակերտավոր ճշմարտացիությունը։ Հաջորդ խնդիրը, հարգելի հետևորդներ, կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մեղավոր հանեց հենց հայերին։ Այսօրվա միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ավելի շուտ համեմատեց Ալիևի հայտարարությունները մեր պատմական արդարացիության հետ։ Նիկոլ Փաշինյանը ասում է հետևյալը. մենք այս տարածքը անվանում ենք ջրական, այն տարածքը անվանում ենք քարվաճառ, այն մյուս տարածքը անվանում ենք կովսական, այսինքն ինչ է նա ուզում ասել, որ դրանք ադրբեջանական են, սակայն մենք տալիս ենք հայկական անվանումներ։ Փաշինյանի տրամաբանությամբ դա էլ լեգիտիմ հիմք է տալիս ադրբեջանցիներին, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետության տարածքներին տան ադրբեջանական անվանումներ։ Հարգելի հետևորդներ, իհարկե այս ամենը Նիկոլ Փաշինյանի կողմից նաև ունի հստակ նպատակ։ Ինչու համար է Նիկոլ Փաշինյանը վախենում հակադարձել Ալիևին, վախենում սուր բնութագրեր տալ Ալիևի հայտարարություններին։ Մի պարզ պատճառով, որովհետև եթե Փաշինյանը հակադարձնի Ալիևին, ապա շատ հնարավոր է վաղը մի ինչ-որ ադրբեջանցի, ընդ որում
թեկուզ մի հարբած ադրբեջանցի սահմանում պարզապես մի անկանոն կրակահերթ բացի թեկուզ ընդամենը 1 րոպեով։ Բավական է, որպեսզի հնչի այդ կրակահերթը եւ Նիկոլ Փաշինյանի այսօր մատուցած այդ խաղաղության դարաշրջան կոչեցյալը ամբողջովին հոդս կցնդի, հատկապես որ օրերս Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ դեռևս խաղաղություն գոյություն չունի։ Հայտարարեց այն բանից հետո, երբ նրան հրավիրեցին Երևան, մասնակցելու Երևանում կայանալիք 2026 թվականի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական ընտանիքի գագաթնաժողովին։ Հրաժարվելու հիմնավորումը հետևյալն էր. Ադրբեջանը չի մասնակցելու այնպիսի մի միջոցառման, որով հնարավոր է կեղծ տպավորություն թողնի, որ իբր Հայաստանի ու Ադրբեջանի մեջ արդեն կնքված է խաղաղության պայմանագիր, մինչդեռ այդ խաղաղությունը դեռևս կնքված չէ։ Դրան հավելյալ Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով իր հասարակությանը կոչ է անում պատրաստվել պատերազմի եւ զինվում է օրեց օր։ Այսինքն Ալիևը չի համարում, որ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ կա խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը այդ խաղաղություն կոչեցյալը ցանկանում է օգտագործել ներքին լսարանի համար եւ ցանկանում է դրա միջոցով 2026 թվականին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին պարզապես վերարտադրվել։ Հետևաբար էլի եմ շեշտում, մի ինչ-որ հարբած ադրբեջանցու կողմից ընդամենը 1 րոպեանոց կրակահերթը կարող է ամբողջովին քանդել Փաշինյանի խաղաղության այդ քարոզարշավը, այդպես ասած, ընտրությունների։ Ուստի, հարգելի հետևորդներ, հանուն իր վերարտադրության այսօր Նիկոլ Փաշինյանը ուրացավ նաև Սևանա լիճը։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։